Տիրոջ անունը թող հավիտյան փառավորյալ լինի։ Ուզում եմ կարդալ բոլորիս համար, մեր հոգևոր արթնության, շինության համար գրված Հովանու ավետարան 11-րդ գլուխ առաջի խոսքից, 11 գլուխ առաջի խոսքից։ Եվ Մայրամի եւ անոր քրոջ Մարթայի գեղեն Բեթանիայի Ղազարոս անունով մեկը հիվանդ էր։ Ղազարոս անունով մեկ հիվանդ էր։ Ասիկ այն Մայրամն էր, որ Տերը յուղով ոցեց եւ անոր ոտքերը իր մազերովը սրբեց, որուն եղբայրը Ղազարոսը հիվանդ էր։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, իմ խնդրվածն է ձեզ մանավանդ քույրերին, դուք ուզեք, որ ձեզ էլ Տեր այսպեսի մեծ ողորմության արժանացներ, երիտասարդներ եւ տարեց քույրեր, կուզեիք։ Գիտեք, որ կնոջ գրածը փառքը մազերն է։ Եթե սովորաբար ուզում եք, որպեսզի Քրիստոսի ոտքերը արցունքով թրջեք, բա ինչո՞ւ պիտի մաքրեք, եթե մազեր չունեք։ Հա? Կնոջ փառքը իր մազերն է։ Եվ այդ փառքը ինքան ի բանարեց խոնարեցրեց, որ ոտքերը ինչ արեց, կարողացա մազերով սրբել։ Հիվանդ Ղազարոսը հիվանդ էր, քույրերը ուշադիր եղեք բոլորդ, որովհետև գրված է Տեր Հիսուս հաճախ այս տանը լինում էր, ուրին կալում էր եւ սիրում էր եւ Ղազարոսին եւ Մարիամին եւ Մարտային։ Լուր ուղարկեցին, որ ասեցին, որին որ դու սիրում ես, այո, նա հիվանդ է, ինչ կլինի, խնդրում ենք, որ գաս Ղազարոսին բուժես։ Բայց Տերը ուշացավ, կարդում ենք հետեւյալը, նույն գլխի 20 խոսքը, արդ երբ լսեց Մարտան, թե Հիսուսը կուգա, զանիկա դիմավորելու գնաց, բայց Մայրամը ասավ Հիսուսին, Տեր, եթե հոս լինեիր, իմ եղբայրս չէր մեռնի։ Բայց գիտեմ, որ հիմա էլ դու ինչ որ խնդրես Աստված պիտի տա քեզի։ Հիսուսը ասեց անոր, քո եղբայրդ հարություն պիտի առնի։ Մայրամն ասեց անոր, գիտեմ, որ հարության ժամանակը վերջին օրը հարություն պիտի առնի։ Տեր Հիսուս ասեց, ես եմ հարություն ու կյանքը։ Հավատում ես, որ կարող եմ անել, ասեց հավատում եմ։ Բայց ասեց գնան գերեզմանը։ Երբ որ գնացին գերեզման, Տեր Հիսուսի առաջի խոսքը ինչ եղավ։ Քարը մի կողմ գլորիկ, քարը։ Մոտեցավ նույն Մարտան, որ մի քիչ առաջ ասում էր, ես հավատում եմ, որ այո, դու կարող ես հիմա էլ հարություն տալ իմ եղբորը, թեկուզ 4 օր մեռած է։ Ասեց Մարտա, ես քեզ ինչ ասեցի։ Ես քեզ ասեցի, եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես։ Հիմա հերթումն է հարց եմ տալիս։ Մենք չենք ուզում Աստծո փառքը տեսնել։ Հիմա հերթը իմն եւ ձերն է, որպեսզի Աստծո փառքը տեսնենք։ Աստծո փառքը երևնա նշաններով, հրաշքներով եւ զորության Աստծո փառքը պետք է փառավոր լինի։ Եվ դրա համար կատարվեցավ այդ հրաշքը։ Եղբայրներ քույրեր, Տերը երբեք չի ուշացնում։ Մենք մարդ ինչպես Մայրամը Մարտան, նրանք վերջերջով աղջիկներ էին։ Վերջը սկզբից այդպես էր։ Ուզեցան հույսասած, որ իրոք որ ընդունել, բայց պարզվեց, որ սրտանց չէին հավատում։ Եղբայրներ քույրեր, ինչ որ անում է մարդու կյանքում, ինչ որ կատարվում է հավատքից է լինում։ Հավատքով են մարդիկ փրկվում։ Տեր Հիսուս ասեց, գնացեք ամբողջ աշխարհ, ավետարան քարոզեք բոլոր ստեղծվածներուն, ան որ հավատա, մկրտվի պիտի փրկվի, ան որ չի դատապարտվի։ Փրկության հավատք։ Հիմա մեզ ինչ է պետք։ Եվ փրկության հավատքը, եւ այն հավատքը, որը բուժող հավատք է։ Տերը շատերին ասում էր, քո հավատքը քեզ բուժեց։ Քո հավատքի պես լինի քեզի, ինչպես հավատացիր, այնպես պետք է լինի քեզի։ Տերը հաճախ եղել է դեպքեր զարմանում, ասում է, ինչպես է քո հավատքը։ Հավատքը չի նայում երևույթին, չի նայում բժիշկներին ինչ են ասել, չի նայում բժիշկները ինչքան կյանք է տվի